Ես կառաջարկեմ այս հատվածը արձանագրություններից անել, որտեղ շատ վտանգավոր է։ Խոսքը վերաբերվում է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, որի ստեղծագործությունը այն հիմքն էր, որի հիման վրա ֆաշիստական Գերմանիան 30-ականներից սկսած ամբողջ Եվրոպայում իրականացրեց հայոց ցեղասպանությունը։ Այստեղ ինչ կապ ունի խոսքի ազատությունը։ Նույն տրամաբանությամբ վաղը Ջեմալի, Էնվերի ու Թալյաթի գրքերի հրատարակությունը Հայաստանում կհամարեք որպես խոսքի ազատություն, չեմ ասում դեռ Ժիագյոքալ եւ այլն, բոլոր պանթուրքիստների։ Դա ինչ կապ ունի խոսքի ազատության հետ։ Ձեր կառավարությունը, կրկնում եմ, հակահրեական, այլատեատ, հոլոկոստ արդարացնող հրատարակությունների ազատ վաճառքը թույլատրում է եւ դուք դա համարում եք խոսքի ազատություն։ Վաղն է երիտթուրքերի գրքերը կհամարեք խոսքի ազատություն։ Շնորհակալություն ձեր բերված օրինակի եւ միջազգային մեր պարտավորությունների միջև, որի մասին ես նշեցի, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ նաեւ առաջին հերթին մեր սահմանադրությամբ, դրանց միջև շատ նուրբ սահման կա եւ այդ սահմանը անցնելու դեպքում մի օր էլ կարող ենք գալ եւ դուք էլ մեզ քննադատեք, որ կառավարությունը օրինակ գրաքննություն է իրականացնում եւ սահմանափակում է կարծիքի արտահայտման ազատությունը գրախանութներում արգելելով գրքեր